միջազգային կառույցներ կան, մինչ այսօր փորձ արվել է նամակագրությամբ, ձեր արձանագրություններով, որ չեն բժշկական օգնություն չի ցուցաբերվել, չի արվել է միտումնավոր այսքան բաներ են արվել եւ այլն, դիմել եք օրինակ Հայաստան ԵՄ գրասենյակ, դիմել եք այլ կառույցների, դեսպանատների, որոնք խորհրդավարության առաջատարներ են աշխարհում եւ երկրորդ հարց նշում եք, որ SSS բաները չեն արվել մեծ բարերար Կարապետյանի հանդեպ, բոլոր քաղաքացիների հանդեպ է այս անհատի վերաբերմունքը, պոզիտիվ պարտավորություն չկատարում պետության կողմից, թե դուք միտում եք տեսնում հենց Սամվել Կարապետյանի բարակը։ Որոշ ներկայացված խնդիրները համակարգային բնույթ են կրում, իսկապես Երևան կենտրոնում տեղի ունեցող որոշ պայմանների, մոտեցումների հետ կապված, որոնք համակարգային են, այսինքն քրեակատարողական ծառայողների կողմից թերությունները չեն, դրանք համակարգային բնույթ կրող են։ Պայմանականորեն օրինակ, որ ջեռուցումը, նվազագույն պայմանա, չէ, ջեռուցում, որ օրինակ բոլոր այլ ՔԿ-ներում, այնպես է ստացվել իսկապես այլ ՔԿ-ներում եւս պաշտպանյալներ ունեցել, քանի որ կալանքի ֆետիշը այդպիսինն է լինում։ Այնտեղ հոկտեմբեր ամսից ջեռուցումները արդեն ապահովված էր։ Երևան կենտրոն ՔԿՀ-ում այն ամբողջ ծավալով ապահովել է 2025 թվականի դեկտեմբերից, երբ միշտ եղել է նոյեմբեր ամսից։ Կարող եմ հետևություն անել, որ այստեղ միտում կար։ Այո, կարող ենք։ Բայց այդ միտումից տուժել է մենակ Սամվել Կարապետյանը, ոչ։ Նաև մեր սրբազանները, նաև այլ անձինք, որոնք կալանավորված են եղել կամ կալանավորված են Երևան կենտրոն ՔԿՀ-ում։ Բայց նաև կան հարցեր, որոնք իսկապես կոնկրետ թիրախավորված միտում են իրենց մեջ պարունակում։ Եվ դա նաև եւս հերթական ցուցիչն է քաղաքական հետապնդման։ Այլ հարց, որ այդ ամենի պայմաններում, երբ այսպիսի ապօրինություններ, այսպիսի խայտառակ խախտումներ տեղի են ունենում, դիմացը լինում է Սամվել Կարապետյանը, որը այդ ամենին, չնայած այդ ամենին, որևէ մեկի նկատմամբ չարությամբ չի լցվում, պատվով այդ ամենը տարել է եւ տանում է։ Որովհետեւ վերջինս գիտակցել է, թե ինչ պատասխանատվություն ինքը ունի, այնպես ինչպես մեզանից շատ շատերը, ինչի ինչ-որ մեկը պատկերացնում է, որ եկեղեցին պետք է անպաշտպան լինի, կան մարդիկ, որոնք տենց պատկերացնում են, բայց կարծում եմ այդ մարդիկ սխալվել են։ Միջազգային կառույցների վերաբերյալ, գիտեք, որոշակի գործողություններ այդ ուղղությամբ եւս կատարվում են, առանձին դրա վերաբերյալ անդրադարձ այս փուլում եկեք չկատարենք, բայց մի բանը հստակ է, մեր կողմից գործունեությունը, մեր կողմից կոնկրետ այս գործով խախտումների վերաբերյալ արձանագրումները, ապօրինությունների վերաբերյալ արձանագրումները կատարվում են հրապարակային, իսկ որպես անձ, ով որոշակի աշխատանքային փորձ ունեցել է միջազգային կառույցների, ինչպես նաև դեսպանատների հետ, վստահ եղեք, բոլոր հրապարակային հնչեղություն ունեցող գործերի վերաբերյալ տվյալները տրամադրվում են նշված կառույցներին։ Իրենց կողմից էլ է մոնիտորինգ իրականացվում։ Ես դրա վերաբերյալ այս փուլում եկեք հատուկ պատասխան չներկայացնեմ, հետագայում մի առանձին, կարելի ասել թեմա, թե օրինակ գործընկերոջ կողմից ներկայացվեց հարցը միջազգային իրավական պաշտպանության գործիքակազմի վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների եւ միջազգային այլ կառույցների գործողությունների, արձագանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանի գործով մի առանձին ասուլիս դրան կնվիրենք անպայման։